Ասի գնամ, գնացի ինձ տեղում ամենչապես զգացի, որ ձենա գալի, մի պաուզում էր որքով խփեի, թութ չխփեցի, կռացա աջալը բացեցի, տեսնեմ երեխա է, չի մոռացում արդեն։ Երեկվանից սոցիալական ցանցերում քննարկվում է լուրը, թե նորածին երեխա է գտնվել ուղղակի փողոցում ծածկոցի մեջ փաթաթված։ Այսօր արդեն հայտնի դարձավ, թե ինչ հանգամանքներում է հայտնվել ծնողների կողմից լքված ուղղակի փողոցում թողնված երեխան։ Անմիջապես շտապ օգնություն են կանչել, ոստիկանություն էլ է եկել, երեխային տեղափոխել են ծննդատուն։ Կարելի է ասել, նրա կյանքը փրկվել է, եւ փրկել է Նարեկ Պետրոսյանը, որ ինքն էլ երեխա ունի, 4-ամյա դուստր, ու անմիջապես պատասխանատվություն է զգացել այս լքված փոքրիկի նկատմամբ։ Մարդ, որ իր կյանքում երեխա գտնում է, ոնց որ բախտի բան է, էլի, թե ես իմ սեփական երեխան ունեմ, իրանով ապրում եմ, բայց այս երեխային ես մինչև կյանքիս վերջ տիրություն հորում։ Իդեպ սոցիալական ցանցերում շատերը կոչ են անում երեխային լքված չանվանել, մինչդեռ դա է իրավիճակի միակ գնահատականը։ Ընկերչիկության վերաբերյալ փաստաթղթերն արդեն կազմված են, անհայտ է աղջիկը, չունի ծնողներ, չունի ազգանուն, դեռ չունի անգամ անուն։ Սովն անունը չեմ երժի, դե գտնում ես երեխուն սոցիալական ցանցում բոլորը բերում են երեխային տվեք ինձ բանում, գիտեն երեխան խաղալիք է, պետք է տան մեկին պահել, ես չգիտեմ, որ այդ երեխայի հետագա գործողություններում այդ երեխան հաստատել է մանկատուն ստերից հետո։ Հետագան ցույց կտա, թե ինչ ընտանիքում կմեծանա։ Այն որ սադիստ մորը ձեռը չի դնի, հաստատ է։ Նման դեպքերում թիրախավորվում են միայն մայրերը, կանայք, չնայած ոչ ոք չգիտի, թե ինչ հանգամանքներում եւ հատկապես ում կողմից է երեխան բերվել փողոց։ Ծնվելուց անմիջապես հետո ինչ վիճակում է եղել մայրը, չէ՞ որ հայտնի չէ, ասում է իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանը։ Մենք որպես հասարակություն հիմնականում եւ սոցցանցերում է դա շատ հաճախ երևում, թիրախավորում ենք մորը, ասում ենք անսիրտ է եւ դա շատ մակերեսային, պարզունակ եւ դարձյալ կնա չթիրախավորող այսպիսի մոտեցում է, որ տարածված է հայրիշխանական հասարակություններում, կարծես այդ երեխան օդից է առաջանում եւ միայն մայրն է պատասխանատու այդտեղ, բայց մենք պետք է խորքային դիտարկենք խնդիրը, ինչու են տեղի ունենում այս դեպքերը եւ վերջին դեպքը, որ նկարագրեցի, դա առաջին հերթին թաքցված կամ անցանկալի հղիության հետևանք է լինում։ Բժիշկն ասում է, որ երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Սառած էին գտել, գրեթե կապտած, բայց այդ վիճակում փոքրիկը այնքան ուժ ունեցել է, որ կարողացել է ինքն իր մասին իմաց տալ, կարողացել է լաց լինել ու փրկվել։ Հիմա ապահով ձեռքերում է։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է մեր համար 36.7 շնչական անբավարարություն ունի, դրա կապակցությամբ հատուկ CPAP ապարատի տակ է, տեսնենք շարքային նորածին մեզ համար։ Արդեն երեխային վտանգ չի սպառնում, բայց մյուս կողմից նրա շուրջ առաջացած մեծ աղմուկը դեռ շարունակվում է եւ կհիշվի երկար։ Սա սովորական դեպք չէ Հայաստանում։ Իրականում Հայաստանում մի քանի այդպիսի հրապարակված եւ բացահայտված դեպքեր եղել են եւ վերջին դեպքը ես հիշում եմ 2024 թվականին էր, երբ նորածին աղջկան թողել էին Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում եւ հետագայում իհարկե այդ նյութերը պարզվեցին, որ թաքցված հղիություն էր եւ կինը հղիության մասին հայտնել էր 39-րդ շաբաթվա ընթացքում եւ ծննդաբերելուց հետո ունեցել էր այդ բարդությունները եւ որոշում էր կայացրել թողնել երեխային։ Կանանց իրավունքներով զբաղվող իրավապաշտպանը վերլուծում է դեպքը շատ ավելի խորքային դիտարկումներով։ Դա քրեական հետևանք է սա իրականում առաջացնում, որտեղ երեխային լքելը դա անօգնական վիճակում թողնելը եւ որևէ ծառայության չդիմելը դա նաեւ պատասխանատվություն է իր հետևից, որտեղ դու գործում ես կյանքի հետ, որի արժեքը փաստացիորեն պետությունը բավական բարձր է գնահատում, իսկ տվյալ դեպքում ծննդաբերած մոր աչքին այդ կյանքը փաստացիորեն նույն արժեքը չունի ինչ որ պետության համար եւ դրան հետևում է քրեական հետևանք, բայց ես դարձյալ ուզում եմ ավելի շատ
հիմքերը հասկանալ եւ բացատրել, որտեղ հասարակությունը շատ հակված է հենց պատժողական քաղաքականությանը, պատժել, բանանել, կախել այդ մուրը։ Երբ է ծնվում անցանկալի երեխա, երբ է մայրը ստիպված հրաժարվել նրանից, երբ է մայրը թողնում նրան անանուն ու անհասցե, արդյոք դա չի խոսում արդեն իսկ խորտակված, բռնության ենթարկված, թիրախավորված մարդու մասին։ Պատժել եւ դատապարտել շտապող հասարակության մեջ նման խորտակված ճակատագրերն ավելի շատ են, ասում է։ Երեխային անօգնական թողնելն իհարկե հանցագործություն է, սակայն սա հանցագործությունների մի ամբողջ շղթայի մեկ օղակն է միայն։ Հուսանք, որ այն կբացահայտվի եւ կբացահայտվի իրական մեղավորը։ Իսկ կարևորն այն է, որ կյանքը ծանր փորձությամբ սկսած փոքրիկին այլևս վտանգ չի սպառնում։ Շակե Ավոյան, Հրապարակ։